Ողջույն, հարգելի ժողովուրդ, ոնց ընդունված ասել, միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել հանրային ձայն կուսակցությանը, սատարած եւ ձայն տված, սթափ մտածող Երևանի բոլոր բնակիչներին։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել հանրային ձայն կուսակցության ողջ թմին, ըստաված անձանցի ծավալքարիներով բոլորովս դուրս եկած։ Это наша победа։ Հետո այսօր առավոտյան ես հանդես եկա ելույթով դիմելով ընդդիմադիր հայտարարած իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցություններին առաջարկելով միանալ եւ մեկ ընդդիմադիր տեխնացույով եւ ճակատով դուրս գալ այս հանցագործ դավաճան իշխանության դեմ։ Ես իմ 3 տարվա կրտնաջան աշխատանքի ամբողջ պոտենցիալը եղել անա, նպատակը եղել անա ազատել Հայաստանի Հանրապետությունը սրանցից։ Նախկին ներկա, սև ու սպիտակ, թրքահպատակ երևույթներից, Մելքոնյան Գագոյի նմաններից եւ այլն, Նիկոլ Իտակդալի։ Իմ հայտարարությունը ըստ ինձ ասած անալիտիկ տվյալների, վերլուծական տվյալների հավանության է արժանացել գրեթե ամբողջ հանրապետությունով եւ ամբողջ հայ ժողովրդի մոտ։ Ես չեմ ուզում ասել երևանցիների, որովհետեւ ոչ։ Այս ընտրությունների հետևանքին, պատճառահետևանքային կապին, թե ինչով է սա ավարտվելու, հետևում է ողջ հայ ժողովուրդը։ Սա Երևանի խնդիրը չի, ես նորից եմ ասում։ Իմ արած հայտարարությունը բոլոր քաղաքական դեմքերը եւ հայ եւ ոչ հայ ողջ հայ ժողովուրդը հասկացավ, որ Վարդան Ղուկասյանը ինչ պարզ ըմբռնելի, ընդունելի տարբերակ առաջարկեց։ Վարդան Ղուկասյանն ասում է, ես ետ եմ քաշվում, նորից եմ կրկնում, դուք երկուսդ ձեր մեջ որոշեք, ով է ուզում դառնալ քաղաքապետ։ Փոխարենը դուք ինձ տալիս եք հնարավորություն անել հնարավորինս եւ անհնարինը Հայաստանը մաքրել Նիկոլից։ Ինձ իմ 22000-ը ձենա տվել նրա համար, որ ես Հայաստանը մաքրեմ Նիկոլից, նիկոլիզմից։ Ինձ ձեն չեն տվել, որ ես գամ նստեմ աթոռին եւ դառնամ քաղաքապետ։ Բնավ։ Հայտարարությանը արձագանքեց պարոն Թևանյանը, ասելով, որ կողմ են ցանկացած դաշինքի, կոալիցիա ինչ-որ տես մի բան, այսինքն կողմա մարդը, մի խոսքով, կողմա։ Այնտեղ լրագրողները մի քանի պրովոկացիոն հարց տվեցին, ձեզ Վարդան Ղուկասյանը հայոյել է, չգիտեմ, կոպիտ բառեր ասել, ոնց եք դուք պատկերացնում եւ այլն։ Եվ իրավի մալադեց Ինգեր Թևանյան մարդը պատասխանեց, որ գիտեք ինչ, հայրենիքի փրկության հարցն է դրած, միտեղ կհայոյենք, միտեղ կբարուշենք եւ այլն։ Նացիստական Գերմանիա, Սովետ 5 տարի իրար մորթեցին, հետո հաշտ համերաշխ ապրեցին 45 թվից են կողմ։ Ես ոչ մեկի չեմ մորթել։ Թևանյանի մասով այս պահի դրությամբ ես ոչ մի ասելիք չունեմ։ Մարդ ասում է այո։ Բայց Հայկ Մարությանը մտածեց եւ հայտարարություն տարածեց, որ ինքը կողմ է կոալիցիային, բայց մեկ պայմանով, առանց նախապայմանների, առանց ինչ-որ մի բանի, հորս արև, մորս արև, մենք ընտրում ենք իրեն Երևանի քաղաքապետ, հետո կխոսանք։ Ինչ։ Հետո խոսանք ինչ։ Բավար խոսասինք դու
Այն ամենահասարակ ասածն ասիր ոչ, կամ ես ուզում եմ հասկանամ, եթե ես քեզ ընտրում եմ քաղաքապետ, ու այն չասում, ազգակոչեմանում 3 ընդդիմադիր կուսակցություններին, 3, Հեն, երորդը որտեղից վեկալավ, չասկսա, երորդն ով էր։ Վազգեն Սարգսյանի եղբայրն է ընդդիմադիր կուսակցություն, Հայկ Մարության։ Այդտենց ընդդիմադիր կուսակցություն որտեղ ես տեսել Վազգենի աղբոր նման։ Վազգենի աղբորը դու տեսել ես մի հատ թթու բառ, մի հատ հականիկոլական գործողություն անի, հա։ Վազգենի աղբոր, այս մարդը ժառանգել է մենակ Վազգեն անունը։ Վազգենը եթե սաղ լներ, Վազգենի աղբերը սաղ չել լնի իմա։ Գյուր ասում է 3 ընդդիմադիրներով, ընտրեք ինձ, հետո, դու դառնում ես քաղաքապետ, հետո ավականիով կտենանք էլ, ու մեկ ասիկը մեկ ես ընտրում եք, մեկ էլ մնում եք ընդդիմադիր։ Ես քեզ ուզում եմ ընտրեմ ոչ թե նրա համար, պարոն Հայկ Մարության, որ դու դառնաս քաղաքապետ եւ Չեխիայի կարողությունները նորից սկսիր աճել։ Ես քեզ ընտրում եմ քաղաքապետ ոչ թե նրա համար, որ դու նստես նորից ու ղեկավարես 5 տարի քո պատկերացմամբ։ Ես քեզ ընտրում եմ քաղաքապետ ոչ թե նրա համար, որ դու նորից ընտրվես ու սկսես սրանից այս ինչը հետ վեկալել, նրան տալ, նրանից փողը վեկալել, նրան տալ, տիկինդ գանստի հանգստյան սենյակում, ես սկսի ղեկավարել։ Դու հələ մի հատ հլտես Լոնդոնի արբիտրաժ դատարանով են սանիտեկին, որ դրեցիր, հագցրեցիր, դրատակից ո՞նց ենք դուրս գալու։ Ես քեզ ընտրում եմ քաղաքապետ նրա համար, որ դու ինձ ճանապարհ տաս, եղբայր, քանի որ դու այդքան չկաս, քեզ պարզ ասում եմ։ Դու այդքան չկաս, որ դու ինձ ճանապարհ տաս, ես սրանց սրբեմ տանեմ։ Ես քեզ չեմ ընտրում քաղաքապետ, որ դու դառնաս շլուզ իմ դեմը ու ջուրը գա հագնի քեզ։ Դու պիտի բացվես մի կողմ քաշվես, ասես ես քաղաքապետ եմ, Վարդան Ղուկասյան, քո անձի նշանակի վերահսկողություն եւ այլը։ Մի կողմ քաշվես, որ ես կարողանամ գամ, սիսի ձեռից բռնեմ ու տանեմ դատախազություն, դատախազին ասեմ վեկալ։ Դատախազն ասի նետ, ես մեր ավինյաննա լավ արի ինչ արելա, թեքեմ ասեմ ժողովուրդ, եսի թալանը, ես ամեն ինչը։ Ինչ ենք անեմ։ Եվ դու էլ որպես քաղաքապետ ինչ խանգար ես։ Եվ այն ընդդիմադիրների, եթե այդպիսի կան, որոնք որ պիտի միանանք, չմիանան, արդեն յանք թողորոշեն, որպեսզի Նիկոլ Փաշինյան բիզիմ դիր։ Այսօր ես հասա նրան, որ Նիկոլ Փաշինյանը ու իր Սիսին այս պահի դրությամբ բիզիմ դիր։ Երևանը չունի ԿՊ-ղեկավար, բայց հիմա դու ասում ես վերարտադրենք։ Ես քո ինչին հավատամ։ Խոսքերին, ես ասկի իմ խոսքերին կարող է տեղակալեմ չեմ հավատում, ասում եմ, ասեցի տակ դուրս գամ, թե չէ, եղել է։ Երևանցին ինձ ընտրել է նրան, որ ես ասել եմ, արել եմ։ Ասի տուն կտամ, տղա ջան, տունդ վառի, տունը վառեց։ Ասեցի, ինֆորմացիա տվեք գործ կհարուցեմ, սրա նրա տողու վրա կստիպեմ տվին։ Ասում եմ ժողովուրդ, ես կոնֆիդենցիալությունը պահում եմ, ինֆորմացիայի գաղտնիությունը։ Ասել եմ, պայել եմ։ Այսօր դասում ես ուզում եմ դառնամ քաղաքապետ, լավ ես անեմ, բարի, ես քեզ ասում եմ նետ, բայց ես քեզ ասում եմ եղբայր, փաստաթուղթ ստորագրի, կոալիցիոն կառավարություն բարերից մենք չենք կախվում, դու փաստաթուղթ, որ ես կարողանամ հնարավորություն ունենամ, որոշում կայացնելու, արխիվ քանդելու, փորելու, ես հասկանում եմ դու մտավախություն ունես, որ այն ինչ որ կա ԿՊ-ի ձեռը, կոռուպցիոն պապկեկը քո վերաբերյալ, իմ մոտ կարա հայտնվի։ Բայց ես քեզ գարանտիա եմ տալիս, ժողովուրդն ինձ կների, որ եթե ես գտա քո կառավարման տարիներին այտենց կեղտոտ բաներ եւ հաստատ գտնվելու է։ Հիմիկվանից ասում եմ, հարգելի ժողովուրդ, ես պատրաստ եմ ասեմ Հայկ Մարությանն էլ թույլ տվել թալան, իսկ դու թույլ ես տվել թալան։ Այդ 20 քանի ոչ իմ տները Չեխիայում որ ունես, դա պատահական չի։
Ուրեմն նույն այդքան է պիտի են հայկոն ունենա, բանը, մակոն ունենա, քո ստեղծագործական թմի անդամները եւս։ Քո չգրանցված աշխատողներ այդ կա, էդի սաղ կպնի գլխիդ։ Դու օգնում ես երկիրը ազատել ուռուցքից։ Այդ քո վերաբերալ գտնված քակութեքերը, ես բարձ ասում եմ ժողովուրդ։ Ես պատրաստ եմ հիմա կարող ասեն, չէ, Հայկոն է պիտի նստի։ Ես պատրաստ եմ Հայկոին ասեմ, Հայկո դու չես նստում։ Տարել ես $1 միլիոն։ 800,000-ը բեհետի, այն 200,000-ը քեզ նվեր ախպեր, ազգը փրկելու համար։ Այ կոլոտ մարդ։ Բայց ես վստահ եմ քո կերածը սրանց կերածից ավել չի լինելու։ Բայց քանի որ դու օգնում ես երկիրը մաքրել ես վիժվածներից, այն որ ասում եմ քեզ դրամական պարգևատրում։ Իսկ իրեմ հավատալ քո խոսքին, ես քո բառերին, այդ ուզում եմ պատասխանեմ։ Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra. Հայտնի ֆիլմի, հայտնի դերասանի բառերով։ Как угодно, что угодно, когда угодно. Но чтобы это была такая бумажка, при наличии которой ни Швондер, ни кто-либо другой не мог даже подойти к двери моей квартиры. Окончательная бумажка. Фактическая, настоящая броня. Ինձ այսպիսի փաստաթուղթ է պետք։ Окончательная, фактическая броня։ Ինձ այսպիսի փաստաթուղթ է պետք, որպեսզի ես վստահ լինեմ, որ քո նմանը ինձ չի խաբելու։ Ես քեզ չեմ հավատում։ Ես ոչ մեկից չեմ հավատում։ Եվ իրավունք էլ չունեմ հավատալու։ Մամայիս արև, պապայիս արև։ Եկեք ինձ ընտրենք հետո կտենանք, Նիկոլն էլ տենց արեց 2018 թվականին։ Ընտրինք եւ ինչ արինք, ինչ եղավ մեր վերջը։ Մաքուր մարդ ես, ազնիվ ես, ես աթորա կռիվանում եմ, թող որևիցե մեկը կանգնի ասի, Վարդան Ղուկասյանը աթորա կռիվանում։ Ես ոչ քաղաքապետի պաշտոն եմ ուզում, ոչ փող քաղաքապետի պաշտոն եմ ուզում։ Ես քեզ ասում եմ, վերահսկողության ապարատը տալում ես ինձ։ Այն էլ դա կրելու է ժամանակավոր բնույթ։ Դա չի տվելու ամիսներ եւ տարիներ։ Պարզ ասեմ։ Նիկոլին Հայաստանից լարելը դեպի Բերդ, նոբարաշեն, տևելու է շաբաթներ եւ ասես մաքսիմալ սրոկով են վերցնում միջև հանենք, տանենք դատախազությունը չանի սիսին, թողա, թողո զարգանա ժողովուրդը եւ այլն process-ը էփի Կաստուրկեն բլբլտա ժողովուրդը դուրս գա փողոց։ Ու մաքրի տանի։ Դրանից հետո դու ուզում ես այդ աթոռը, ես դաժե դրան եմ համաձայն։ Վեկալ նստի։ Վեկալ նստի իշխանափոխությունից հետո քաղաքապետի աթոռը վերցրու նստի։ Էդ եմ համաձայն։ Մնա առանց կոռուպցիայի կառավարի։ Մնա։ Եմ ես ուզում եմ հարց տամ, հարգելի ժողովուրդ, Վարդան Ղուկասյանը սխալ բան ա ուզում։ Հիմա ես հարց եմ տալի, ձեզանից որևիցե մեկը, հարգելի ժողովուրդ, դուք կարաք բնակարան վաճառեք առանց նոտարի թղթի։ Պրոստը մարդը գալի ասում է հորս արև տանդ փողը կտամ։ Արի տունդ գրիմ անունով։ Դուք Այդպես գործար կանեք, մի սենյականոց բնակարան, 9-րդ մասիվում, Չարբախում, չեմ ասեմ կենտրոն, այդ կոմերը թանկ է։ Ձեզանից յուրաքանչյուրը իր տունը, գնորդը որ գա ասի արի գրի իմ անունով, ես քեզ փողը կտամ։ Կտակ։ Կամ որ գան ձեզանից բնը պարտքով փող ուզեն, այտենց մեծ թիվ։ Անծանոթ մարդ, լրիվ անծանոթ մարդ ձեզի, որ ոչ քո տնից է, ոչ քո, չգիտեմ, թայֆից է, ոչ հետը քնել ես, ոչ հետը վազել ես, ոչ հետը կռիվ ես խաղացե։ Մարդն ասում անձի $10,000 տու, ախպեր ես քո փողը տալում եմ։ Այդպես կհանեք ու կտակ, առանց զալոկ, առանց թուղթութանակ, հա։ Պարոն Թևանյան եւ պարոն Հայկ Մարության։ Ես հաց եմ ուզում տամ։
Բա հիմա ես ցելի պետություն։ Դա մի քիչ համեստ լեմ, ցելի Երևան քաղաք։ Հելմատասա Երևան, լեզու բեդիմեշ ապեման կուրի։ Հայերի համար։ Ես ամբողջ Երևան քաղաքը առանց թուղթ ու թանակի, քո բանավոր խոսքի վրա հիմնվելով։ Ես քեզ Երևան տամ, բա ես քեզ Երևան տամ, բա ումից ուզեն։ Հարց եմ տալի քեզ։ Եվ որ դու Երևանը վեկալար, ես այն ժամանակ ասեմ դեմայից վերահսկողությունը դու ինձ ասես հաջողություն, գնա քո ավականիով փորի քթի։ Կարաս Տարսիսին դատի։ Ես քեզ թուղթ դեմ ասեմ ինձ թուղթը տուր ու քո փոխքաղաքապետը ու դու չստորագրես ու չտաս։ Ես ուզենամ փաստաթուղթ ձեռ բերեմ, որ վեկալեմ խփեմ վրես գնամ դատախազություն չտաս։ Որովհետև եթե տվիս Նիկոլը վեկալեմ զանգում Աննային կամ Արգիշտին կամ Սասունին, ասում է հələ դրա վերաբերյալ են կոռուպցիոն գործը որ քո մոտ կա, բողոքն էլ գրել է քաղաքացին $2 միլիոն, տոլի մի միլիոն չեմ հիշում։ Հելմատետի հանի ջրերես։ Զադի դնելու ես ընկեր Հայկո, իհարկե զադի ես դնելու։ Ես ասում եմ Սիսի եմ ուզում դադեմ, Նիկոլ եմ ուզում լարեմ, Հայաստան եմ ուզում մաքրեմ։ Ասում եմ դուք եկեք քաղաքապետ, հետո խոսանք։ Իրոք, դիմը 11,000-ից ավել մարդանայեմ, հարգելի ժողովուրդ, ես հարց եմ տալի ձեզ, անծանոթ մարդուն, դուք պարտքով փող կտակ առանց թուղթ ու թանակ, չեմ ասեմ ձեր տունը, էդի հաստատ ասելու եք, դավայ, գնա, հաջողություն, չամադան, վագզալ և այլն, բա դու ցելի քաղաք ես ուզում ինձանից, ու ասում ես չէ ես քո թուղթ չեմ ստորագրը, յա, էդ հերը սեր, մենը սեր, Ինչ ասել, որ ես քեզ պետք է հավատամ։ Հիմա ես ուզում եմ այ Հայկո կամ Հայկ Մարուցյանին ձայն տված, այդ քանի տոկոսներ, 26-ը, 24-ը, տոկոսը տենա։ Ով անդիմադիր, ով ոչ։ Որ այս մարդը մտա փողոց ասում է ես անդիմադիր եմ, ասի ձեն տվեք։ Ժողովուրդն էլ ասեց վայ ինչ լավ է ներկայացում խաղում, լսի։ Եկեք ձեն տանք, ձեն տվեք։ Հիմա ինչ ասեմ, սմարրանց պաստաթուղթ, իմ խոսքին հավատացեք, ընձի ընտրեք 3 ընդիմադիրներով, հլը սրա բենի արտահայտությունը նայեք, 3 ընդիմադիրներով, այդ վազգին աղպետ արով ընդիմադիր, իհարկե ոչ, հարգելի ժողովուրդ, իհարկե ոչ, հիմա կառավարման ճգնաժամ կառաջանա, Հայկոյի մոտից կամ Թևանյանի մոտից ինչ-որ մեկը կեթանդե ձեն կտա կամ երկուսը ձեն կտա կամ երկրորդ փուլով մեծամասնության կասեն եւ այսինքն այս ամբողջ էփոցին, որ հիմա կարա սկսվի եւ սկսվելու, հա։ Ես ուզում եմ Երևանցին հայ մարդը, ոչ Երևանցին, հայ մարդը։ Որովհետեւ ես ասում եմ Երևանով է Նիկոլի ռադաները սկսվելու, բայց ոչ թե նտի Սամալոթարի Կանադա։ 5000 հոգու մարդը կողեց Եռաբլուր որ գնա Կանադա։ Հա, ես մի նպատակ ունեմ, սրանց սաղին կցել բերդ, էսա իմ նպատակը, թիվ 1, թիվ 2, գումարները հետ բերել, թիվ 3, կորուպցիան փակել, թիվ 4, երկիրը տնտեսությունը բանակ սարքել, Թիվ 5-րդ որ դրսի ժողովուրդը տենան այ մարդ վերջապես մի նորմալ մարդ եկավ ում հետ կարելի է պայմանավորվել ով առաջին եկավ դուրը ցեցեց ասեց Վարդան Ղուկասյան ես Ռուսաստանի դեսպանն եմ Ամերիկայի դեսպանն եմ Հնդկաստանի դեսպանն եմ Աֆղանստանի դեսպանն եմ ուզում եմ դառնանք ռազմատնտեսական ռազմավարական գործընկերներ Ես ապահովում եմ քո երկի տարածքային ամբողջականությունը, բայց եկեք մի երկու բան էլ մենք իար հետ քննարկենք, ռեալ։ Ես էլ ասեմ եկեք։ Հիմա այդ նույն, չգիտեմ, դրսի գերտերությունները որ կան, պայմանավորվում ենք, ես ասեմ, դուք ինձ օգնեք։ Մենք հետո խոսում չեն ասի, տղա ջան, դու հոգեկան հիվանդ չես։ Մի գժից շպրծած, հիմա էլ մյուսը։ Եթե քեզ թվում է, քեզ Երևանցին ընտրել է, որ դու նստես մենակ, քաղաքապետ, եւ վերջ, դու սխալվում ես։ Դու սխալվում ես, պարոն Մարության։ Քեզ Երևանցին ընտրել է, որ դու Նիկոլ լարես,
դեպի Բերդ, այլ ոչ թե նստես ու կնիկդ նորի շեխ Պրագայից գայշնի, քսվի նստի հանգստի սենյակում ու սկսի չամադաններով փողեր հավքել, որ հիմա էլ խոսում եք Ավստրիայում տներ առնեք։ Քեզ դրա համար չեն ընտրել։ Այս միամիտ կուլտուրա սիրող ժողովուրդը, որ արդեն հիասթափավ մեծ մասի քեզնից։ Քեզ ընտրել են նրա համար, որ դու Նիկոլին վտարես երկրից։ Բայց դու հիմա խաղում ես Նիկոլի խաղը։ Նույն Նիկոլի սցենալով քեզ էլ թվում է ես, չգիտեմ, Դոդն եմ, Արթուր Բաղդասարյանն եմ, եւ չգիտեմ դաշնակներն եմ, որ պաշտոնի մեռածոլոտոտո ընկնեմ հետևիցդ։ Չի անցնի։ Ձեր ամբողջ դժբախտությունը, ես նորից եմ, դες այսքան ասում եմ, չէ՞, այ մարսանք չեն հասկանում։ Ձեր ամբողջ դժբախտությունը կայանում է նրանում, որ դուք չեք հասկանում Վարդան Ղուկասյան կոչված երևույթի ով լինելը, չեն կարում հասկանալ։ Սրանք էլի նստած են հին Սերժի, Ռոբերտի, Լևոնի գծագրերով սենց խաղեր են ուզում տալ։ Էլի այդ սցենարից դուրս չեն ուզում գան։ Ես այդ նույն ռելսը բռնել է ու այդ մեն ախպեր։ Ընտրակաշարք բաժանեցին, գրողուսև ցավարեցին, միլիոննի ծախսեցին։ Բայց չանցան։ Կամերայի դեմը դրած տասնյակ հազարավոր կիլոմետրեր են կողմ, մարդ մանցավ։ Չեք հասկանում փոխվել է։ Են նախկին ձևը փող բաժանեն բաժեսների տակ դու դա սուտակամ կանչեն, ինչ-որ սենց տայինստվինի բանակցություններ Սերժի պես վեկալենք, շամպայն խփենք, պապկեկը ստոր, ես էլ շամպայն խփելու ցանկություն չունեմ։ Եկեք, նստենք, պարոն Թևանյան, պարոն Հայկ Մարության, եկեք, այդքան հեռուստատեսություն եք այդտեղ, ինձնից էլ հարուստ եք, հենա մտեք ձեր, ոչ եմ ծախսերը նայեք, հա, 4 միլիոն 800 հազար եմ ծախսել ընդամենը, մի հատ ստուդիա վարձեք, մի հատ էկրան խփեք, ինձնից հարուստ եք, երեքով նստենք, ես այստեղ, դուք այդտեղ, օնլայն հրավիրենք լրագրողներին, թող լրագրողները գան, այն Վազգեն աղբերն էլ ուզում, չի ինչ-որ ընդդիմություն ա, ասում եք, տես բան կա, դե թույթ էլ գա, բան չունեմ ասելու, շունգել քավորցանիկական հարաբերություն կա Վազգենի հետ, թող անստի, և ժողովուրդը հրապարակայնորեն լսի հետևի տեսնի, իա կողմից ձայն տված քաղաքական գործիչները լարի վրա են թռլռում, լարի վրա են խաղում, ինչ եմ ուզածը, վերահսկողության վարձությունը տալիս եք ինձ, ուրիշ բան ես խոմ չեմ ուզում, քաղաքապետ ես ուզում, կնա, քաղաքապետ ես ուզում, իար հետ ինչ ուզում եք արեք, մեկա ինչ էլ որ դուք վեկալակ, դա ժամանակավոր բնույթ ա, Երևանցին ձեզ ընտրել է սրանց լարելու համար, չի ընտրել, որ դուք նստեք, հիմա էլ դուք լապ եք։ Եկեք նստեք, ստորագրենք, երեքով, ֆաքսով գրգում եք, ստորագրեմ, սկանեմ անում, գրգում եմ ձեզ։ Ձայն ենք տալի ձեզ, երկու, ուզա, ասում ամենաշատ ձենը ես եմ հավաքը, քեզ եմ ձեն տալի, տղա ջան, իմ հավաքանին քեզ ձեն տալիս ա։ Նշանակվելուց լիազորությունները ստանձնելու հենց պահից իմ վերահսկողության վարչության պետը մտնում է քաղաքապետանի արխիվ։ Այս ատկատ, մատկատ, տենդեր, մենդեր եւ այլն, նաեւ ես կարամ դաժե ավելին առաջարկեմ։ Եթե կան տնտեսագետներ, հաշվապաներ, այնտեղ չգիտեմ, այլ հանրային դեմքեր, ովքեր կուզենան օգնեն մեզ, որ մենք ավելի արագ շին մասնագետներ, շինարարությունից հասկացող եւ այլն, հավաքվենք իրար գլուխ եւ սկսենք այդ փորել սրանց տված այդ թող այն Չախոյանի նամանավանդ կհրավիրեմ, այդտեղ են ամեն ինչ գիտի, որտեղ ինչ է կատարվում։ Սես մի հատ գեղեցիկ կերպով սրանց Երևանը թալանած բռնաբարած նյութերը հավքեմ դզմենք, իմ փաստաբանին խնդրեմ կգաք ասեմ դե մի հատ գեղեցիկ հաղորդում գրի, էս թալաներով, ինգեսիսի վրեն, Հայկի պահովել ինչ-որ կասենք հələ Թոմնա հələ էս մարդը, մեզի լավություն անում, երկիր ուզում փրկի, պետք չէ էս մարդուն դադել։
Եղածով գնում ենք գլխավոր դատախազի հակակոռուպցիոնի դուրն, ասում ենք խնդրեմ, ընդունեք հաղորդում հանցագործության մասին եւ կալանավորեք Սիսիին։ Չեն անելու։ Ինչու՞, որովհետեւ հենց կալանավորի Սիսին գրմա Նիկոլի վրեն։ Նիկոլի եւ Աննա Բոլեյնի։ Այդտեղ արդեն ժողովուրդը պիտի ասի չհասկացան, կես չեք անում։ Եվ տենալով ժողովուրդը հիրավի իրական ընդդիմություն մի կոչով գալու է լսրի հանրապետության հրապարակ ու քայլելով սաղին հավքëm տանում ենք Բերդ, առանց հեղափոխություն։ Եվ գնում ենք ընտրությունների։ Պարոն Թևանյան, պարոն Հայկ Մարությանը կարամենա քաղաքապետ։ Բոլորին պետք է նստեցնել։ 2018 թվին Նիկոլը, որ քայլելով եկավ, Սաշիկ, Սերժիկ, ամբողջ ճանապարհին հնչում են այդ երկու անունը։ Եվ 5 տարի անցավ։ Ուրա Սաշիկը, ուրա Սերժիկը, ասում է Բադեն այցելելը քրորեն հետապնդելի արարքա, քրական գործը կարճեցին։ Սերժ Սարգսյանի վերաբերյալ, բա հարուցել եք Սերժ Սարգսյանը եք դադեմ։ Կես միլիոն մարդ դուրս եկե փողոց, այրոպորտ, Գազպրոմ, Մասպրոմ, հանրապետական հիվանդանոց, ծննդատներ, բանակ։ Ու ինչի համար։ Սերժիկ դատելու, Սերժիկ մերժելու համար։ Ուրա Սերժիկը։ Սաղ սալամատ մանագալի։ Ուրա Սաշիկը։ Որևիցե մի հանրապետական падգամավոր դատվավ, որևիցե մի հանրապետական նախարար դատվավ, հարուցվել է հանրային վարույթ, քերական, 21 գույք թողմախիմերից բռնականձում ենք։ Բա հետո։ Բա եթե թողմախից 21 գույք բռնականձում եք ու թողմախը ազատության մեջ չա։ Բա այդ 100,000 դրամ գողացողախիա Բերդում։ Չի հարց։ Այս Սարգսյանը պետությունից մի կոպեկ փող չէր տարել։ Ռոբերտ Քոչարյանից 80 միլիոն դոլար հետ է գանձում։ Բա 80 միլիոն դոլար, չայևո։ Ռոբերտ Քոչարյանից գանձում ես, բայց Ռոբերտ Քոչարյանի չես կալանավորում։ Եղբայր։ Չգիտես, մեխանիզմը չեմ հա։ Բա այդ դեպքում եթե սրանց չես կալանավորում, այն հարիվների խիստ տարելը է Բերդ։ $10,000, $5,000, $2,000, $100,000 դրամ, չգիտեմ ես ինչ որ միլպետ են բռնել, ես ինչքան կաշառք եկալելու համար, այն լրագրողին, ինչ են լրագրողեր, ինչ են, KGB-ն բերանք սիվայր տանմա, հետի ժողովրդին եւ այլն, եղբայր, միլիոնավոր դոլար, միլիարդներ տարած մարդիկ, ախրանայով, լեքսուսներով, մայ բախներով ֆրֆռում են, կոպեկներին տարած տարեկողել եք ծակը։ Ես չեմ ուզում սա կրկնվի, ես չեմ ուզում, որ իմ ընտրողը ձերը չգիտեմ ոնց, պարոն Թևանյան եւ պարոն Հայկ Մարության, դու ձեզ կուլտուրական ժողովուրդն են սիրեմ, այսպես կուլտուրական էլ, այսպես էլ կմնաք, սաղդ, ես չեմ սիրում ձեր, ես չգիտեմ ձերը ոնց, իմը ինձնից պահանջելու է, ես պատասխանատու եմ իմ 23,000 ձայնի դիմաց, եւ ես ցույց չեմ տա, որ 23,000-ից գոնե մի հոգի, ինձ ասի, ձեն տվեցի, ձենը արիր մորմշ, գնացիր մտար սրանց կամագը, Հայկ ընտրիչ, 16 տարվա օպերատիվ աշխատող ես եղել, դու չես ջոգում, որ քեզ կծմեն, իհարկե ջոգում եմ, ես վստահ եմ, որ ինձ ուզում եք կծեք, Հայկ Մարության, դեմդ ով է, մետ հլը նայ, լրագրող է, ինժիներա, մանկավարժա, թե քուչի լավ տղա է, տղա ջան, դեմդ ով է կանգնած, Վարդան Ղուկասյան, ռազմական ոստիկանության պատմության մեջ, չեմ ուզում գլուգովամ, ամենալավագույն օպերատիվ աշխատողը, որից ենքում էլ աշխատող չի եղել, դա հաստատել է նաև Վլադիմիր Գասպարյանը, հարցրեք Վովայից կասի, ամբողջ դալիճը նստած ասեց 2 հոգի իանմանալնի դուք ինձ պետք չեք, հելը կնացեք տներով, բա հիմա դու, ինձ ուզում ես ում տեղը դնես տղա ջան, Հենզելն ու Գրետելի, փաստաթուղթ, միմիայն փաստաթուղթ, ֆակտիչեսկայա բրանյա, նստում ենք և ստորագրում ենք,
Ստորագրելուց հետո դու դառնում ես քաղաքապետ, զբաղվում ես քո քաղաքով, իսկ Վարդան Ղուկասյանին ճանապարհ ես տալի, այլ ոչ թե դառնում ես շլուս, որ ես մարդը գա, մաքրի ու տանի, դու կարող ես չմասնակցել միտինգներին եւ իշխանափոխությանը, դու կարող ես մնալ քո քաղաքապետի աթոռին կպած։ Նույնը վերաբերվում է, քանի որ ինքը ասեց ընդդիմադիր կուսակցություններ։ Նույնը վերաբերվում է մյուս ընդդիմադիր կուսակցություններին եւս։ Մյուսների եւս, եթե դուք ընդդիմադիր եք։ Այնպես որ այսպեսին այն պատասխանը Հայկ Մարությանին։ Եվ ցանկանում եմ, որ ոչ թե մենք սենց դիստանցիայի վրից, հա, դենի խոսա, հետո ես խոսամ, այն մեկը խոսա, հետո ես խոսամ, հետո այն մեկը խոսա, հետո այն մեկը խոսա, ոչ։ Ես ցանկանում եմ եւ առաջարկում եմ նորից եկեք, վերցնենք մի հատ սրահ, Ռոբերտ Քոչարյանը այդ սրահների խնդիրը չունի, ինքը ունի էլիտ պլազա եւ այլն, կամ դուք որոշեք։ Շատ ձայն դուք եք հավաքեք, դուք էլ որոշեք, ես փող չունեմ։ Սրահ վարձեք, կապը դրեք եւ ժողովրդին ձեր լրատվամիջոցներով, ինչքան լրատվամիջոց, TV5, Armenia, News Moose եւ այլն, Վասկե մեքենա եւ այլն, բերեք, լցեք եւ մենք բոլոր ընդդիմադիրներով հանրային քննարկում այդ պահին ես ուզում հրավիրենք նաեւ ոչ թե միայն լրագրողների, այլ նաեւ այն կուսակցությունների, որոնք որ իրենց հայտարարել են ընդդիմադիր, թողա նստեն լսեն, հանրային դեմքեր, վաստակավոր գործիչներ, եւ բոլորին ենք հրավիրում, բոլորին։ Ու տվեք on-line, ես իմ մոտից կտամ on-line, դու կտեղից տվեք, թող ամբողջ հայազգը տենա։ Թե 4 ընդդիմադիրներով ոնց են ուզում իշխանություն վերցնել եւ Նիկոլին լարել։ Եկեք։ Քաղաքապետն էլ ձեզ, փոխքաղաքապետն էլ ձեզ, բոլորը ձեզ։ Վերահսկողությունը ինձ, թուղթ ու թանակով, ես ձեզ չեմ ճանաչում։ Ես ձեզ իրավունք չունեմ վստահելու։ Հիմա նույնց եմ ասում, մեկը տնձի, կամ անծանոթ մարդու ավելի, ինձ բկտակ, 14,000 մարդ նայեմ, ձեզանից մեկն ու մեկը հարգելի ժողովուրդ 14,000-ից, մեկին, մամայիս արև, պապայիս արև փող կտա, անծանոթ մարդու, չէ, բա ես ամբողջ իշխանությունը ո՞ց եմ հանձնում։ Հիմա ամբողջ օլիգարխիային, քրյա օլիգարխիային Նիկոլը հանելավոտի ու տոկիա տալեմ, ավելի շուտ տոկիա տալեմ Աննա Բոլեին։ Այսօր արդեն տոկիա տվե, սիսի, միսի, մտե պատերով տվե, ոնց, դուք իմ մարդուն կոշկիք, մեզ խտրակեցիք, եւ այլն, խի Աննա Բոլեին, դու չգիտեիր, որ քո մարդը վաղուց խայտարակվե։ Աննա Բոլեին դու չգիտեի, որ քո մարդը բացարձակապես գաղափար չունի կադրային քաղաքականությունից։ Դու չգիտեի, որ դուք երկիրը հացրել եք այս վիճակի եւ դուք ձայն չունեք։ Ինչքան էլ որ թողմախի մհերի նման վիժվածքները ու վստրեչի ապերի իրենց մարդկանց կողել էին, որ տանեն բերեն, մի հատ էլ ասում վստրեչի ապերը Եվրոպայում է, հետո որ Եվրոպայում ես էլ вообще Հայաստանում չեմ։ Բայց հավաքի չէ ձայներ, ընկեր ստրեչի ապեր։ Փտելու եք բերթերում, փտելու։ Այնպես որ հավաքվում ենք, ժողովրդին հրավիրում ենք, մամուլը գալիս է, ես բաց եմ բոլորի համար։ Թե ժողովուրդն է։ Իատված զենը կուլտուրականները ոնց են մասխան, իսկ ինձ տված ձենը ինձ անշնորհքից իմ ընտրողը տենը մաղթեր, չէ, մաղթը անմա էլի անմա, ուզմա, ընդդիմությունա, ուզմա երկիրը մաքրի։ Ես ուրիշ բան չեմ ուզում։ Եկեք, նստեք, քննարկենք, քննարկելու բանը չկա։ Պիտի գանք նստենք, տեքստը հավքենք, էսի ձեզ, էսի ինձ,
Իմ նշանակած ու տակն էլ ավելացնում է, որ վերահսկողական ծառայության պետին չենք կարող եւ չենք հեռացնելու առանց ինձ հետ համաձայնացնելու, կուտի ինչ-որ մի կեղտոտ բան, ես ձեզանից շուտ կթաղեմ, դագաղի մեջ կտնեմ ու կկոխեմ գետնի տակ, եթե իմ կադրը այդ պաշտոնի վրա նստած փորձի խախտա, սեռը կփոխեմ, անվճար, ես ինքս կասեմ դեմը արգիշտ վեկալ տար, արգիշտը հիանալի աշխատում, այն լավությունը, որ արգիշտը ինձ արեց, աղբորը չերանի, ապրես արգիշտ, տեսար Նիկոլ, կոշկեց, հիմա տենենք ինչ են որոշում, և առաջարկում եմ այլևս խաղ չխաղանք, պարոն Հայկ Մարության և պարոն Թևանյան, իմ հեռախոսը համարը դուք ունեք, կարող եք ընդամենը զանգել ձեր լրագրողը, ձեր վստահված անձ, ով ուզում առնի, զանգել, ասել պարոն Ղուկասյան, դուք համաձայն եք խոսքի, ամսի խոսքի օրինակ 20-ին, մաքսիմալ արագ կամ 19-ին, հանրության աչքի առաջ, առանց ինչ-որ ավել բարակ խոսելու, գանք նստենք, ստորագրեք ղրգեկին, ֆաքս անեմ ղրգեմ ձեզ, և ընտրենք քաղաքապետ։ Եվ ընդամենը մի քանի օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյան և քաղաքացիական պայմանագիր բիզիմդիր։ Այսօր ամբողջ ԿՊ-ն ինքը չի խոսում, որ Թևանյանը այսքան հավաքեց։ ԿՊ-ն չի անհանգստանում, որ Հայկ Մարությանը այսքան հավաքեց, Վազգենի քուրն էլ այսքան, ամբողջ ԿՊ-ի ոռնոցը, ամբողջ ԿՊ-ի ցավը, նամանավանդ սրան զոմբիների, Facebook-ի մեջ յար են կոտորում, մազեր են պոկում, ես ինչ են անում, ասում, ողբամ ձեզ դոգ եք ընտրե, խի դոգը երկիրը հասցրեց այսօրվան, այ ամբարոյականի զավակներ, լրիվի դարդ ու ցավը այս մարդն է, այս ոնց եղավ, այս խի եղավ, այս ինչ ծրագրից դուրս էլեմենտեր եկավ մտավ, սաղի խաղաղարտերը գամփացրեց, Սերժիկի, Ռոբիկի, Նիկոլի և ալին։ Այսօր են ռուսական կողմը ընդեղա շոկի մեջ, են ամերիկացի կնդե oh my god, են չգիտեմ, պարսիկը վաբշե ծապ հատալը, մասմա վերջապես մի ինդիմություն է լավ, հլականից սրա հետ կայլա լեզու կտնել, աժոտաժը կողել է բոլորի մեջ, բոլորի մեջ, ես ոչ մեկին էլ չեմ վախացնում, ես իմ զայն տվողը ունեմ արդեն, ես իմ 22,000-ը մինիմում ունեմ, իսկ չհամաձայնվելու դեպքում ձեր, որ ասում եք կրկնակի ընտրություն, բան դες դեն, չի լինելու դες բան, ավականին իանքի ար մեջ էլի պիտի ընտրեն, ոնց ասես կֆրծնեն և սիսիին կընտրեն, ասեմ ձեզ, բայց իմ 22,000-ը ինքեր Նիկոլ, ես քո ես Սերժա Հայկոյա Նիկոլական շախմատային խաղից հետո կդառնա մինիմում 200,000, մինիմում, տասնապատիկ կտակալնի վերև, դուք դա էսի հաշվի առ, քանի որ Նիկոլ քո կողը խելքով մարդ չկա, ես քեզ ասում եմ, քո վերջը եկել է, ոնց էլ շախմատի քարերը փոխես, դավաճանի պիտակը սրանց վրի շիշնելու, և Երևան, ոչ միայն Երևանցին, այլ ամբողջ հայ ժողովուրդը կտենա ու կհասկանա, որ լուչը նստես քֆուր տվողի կուղը, քան դե կուլտուրական մարդկային վիժվածքի, ով երկիրը հասցրեց այսօրվան։ Ինչ էլ անեք, իմ զայները տասնապատկվելու են, որովհետև սա էլա ծախելու, նրանք էլ են ասելու, չկա, մենք սո, Վազգենի քվոր մասին վապշո չեմ խոսում։ Հայկ Մարությանի ընտրողը իմն է լինելու։ Ես պրագնոզը տալիս եմ, եթե սա ու սա անպայման քակմեչա անելու ու նորից վերարտադրելու է Սիսիին, և իան ընտրողը հասկանալու է, որ գործեց ևս մեկ ճակատագրական սխալ, ուղղակի մենք այդքան ժամանակ չունենք, որ այսպես խաղանք երկրի ճակատագրի հետ։ Հուսամ, մինչև վաղը երեկոյան, մեր ընդդիմադիր գործիչները մի քիչ իրանց ձևից գումար կծախսեն
դալիճ կվերցնեն, էկրան կդնեն, 3-4 հատ պապկա կվեկալեն մի սպիտակ թղթով հատը 10 դրամ, կգան կնստենք եւ կստորագրենք փաստաթուղթ, որ պարտավորվում ենք անել այն, ինչ որ ես առաջարկեցի։ Դու Հայկ Մարության դառնա քաղաքապետ։ Okay։ Եթե պարոն Թևանյանը դեմ չի, ես բաբշե դեմ չեմ։ Այն Վազգենի աղբոր մասին չեմ խոսել։ Այն ինչ ասում ես կողմա, ինչ ուզում ես ասում ահա։ Վերահսկողությունը տալիս եք այս մարդուն։ Եվ գնացեք եւ կառավարեք։ Ինձ պետքա սրանց ուղարկել Բերդ։ Սա է իմ նպատակը։ Դուք շարունակեք կառավարել Երևանով։ Կա այսպիսի մի արտահայտություն Աստենիքս ու Աբենիքս։ Ասում է, я плевал на вашу деревню. Мне нужен Рим. Նույնը ես ուզում եմ ասել. Я плевал на ваш этот медиум. Мне нужен Рим, Армения. Вот в чем вопрос. Այսպիսին է իմ մոտեցումը եւ վերջնական խոսքը։ Եթե ոչ, ուրեմն հարգելի ժողովուրդ, դուք խապվեցիք եւս մեկ անգամ Kinder Surprise, ոնց որ մի քիչ առաջ արտահայտվեցին, Նիկոլ Փաշինյանի Kinder Surprise-ը ձեզ, այսպես ասած, ֆրցրեց մատների վրա։ Հիմա ես չեմ ուզում որևիցե մի վիրավորանք տալ, որևիցե վատ ձև արտահայտվել, թող ժողովուրդը դատի, ով է մաքուր, իսկ ով ոչ։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն։